Global Firepower վերլուծական հարթակը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների վարկանշային ցանկը։ Ցանկը գլխավորում է Միացյալ Նահանգները, որը տարիներ շարունակ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ն ունի մոտ 900 միլիարդ դոլար ռազմական բյուջե, աշխարհում ամենամեծ ռազմական ավիացիան, հզոր ռազմածովային նավատորմ, ավիակիրների մեծ թիվ եւ ամբողջ աշխարհում տեղակայված ռազմական բազաների լայն ցանց։ ԱՄՆ զինված ուժերը բաղկացած են 3 հիմնական զորատեսակներից՝ ռազմաօդային ուժեր, ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր։ Բացի այդ, գործում են նաև այլ կարևոր ծառայություններ՝ ծովային հետևակի կորպուսը, տիեզերական ուժերը եւ առափնյա պահպանությունը։ ԱՄՆ ազգային պաշտպանությունը հիմնված է օդային, ցամաքային եւ ծովային ուժերի համակցված կիրառման վրա։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Այն առանձնանում է տանկերի եւ հրետանային համակարգերի մեծ պաշարներով, մեծաթիվ բանակով եւ զարգացած ռազմական արդյունաբերությամբ, ինչպես նաեւ հզոր հրթիռային համակարգերով։ Ռուսաստանի զինված ուժերը ներառում են մի քանի հիմնական զորատեսակներ՝ ռազմաօդային ուժեր, ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր։ Երրորդ տեղում Չինաստանն է։ Չինաստանն ունի մեծ մարդկային ռեսուրս, արագ զարգացող ռազմաարդյունաբերություն, մեծ նավատորմ եւ բարձր արտադրական ներուժ։ Նրա զինված ուժերը ներառում են ցամաքային զորքեր, ռազմաօդային եւ ռազմածովային ուժեր, որոնք ներառում են հրթիռային եւ ռազմավարական աջակցման ուժեր։ Չորրորդ տեղում Հնդկաստանն է։ Որքան էլ շատերին զարմացնի, այն ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը եւ մեծ պահեստազոր։ Երկիրը նաև արագորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն եւ ակտիվորեն զարգացնում սեփական ռազմաարդյունաբերությունը, նվազեցնելով կախվածությունը արտասահմանյան սպառազինությունից։ Հինգերորդ տեղում Հարավային Կորեան է։ Այն ունի տեխնոլոգիապես զարգացած բանակ, մեծ պահեստազոր եւ հզոր ռազմաօդային ուժեր։ Երկրում զարգացած է ռազմական արդյունաբերությունը, բացի այդ, այն սերտ համագործակցում է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հետ։ Այս ցանկում 145 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը։ Պատճառները համեմատաբար փոքր բանակ, սահմանափակ մարդկային ռեսուրսներ, ծովի ելքի բացակայություն։ Նշենք, որ տարածաշրջանում Վրաստանը զբաղեցնում է 95-րդ, իսկ Ադրբեջանը 60-րդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, վարկանշային այս տվյալները չեն նշանակում, որ որևէ բանակ վատ է կռվում։ Global Firepower-ի գնահատականը հիմնականում հաշվի առնում զինտեխնիկայի քանակը, ֆինանսական ռեսուրսները, մարդկային ռեսուրսները եւ լոգիստիկան, ոչ թե մարտական փորձը կամ մարտավարական կարողությունները։